զսպեմ էմոցիաները, շատ սիրուն ես, պիտի ասեմ։ Մերսի շատ, ապրեք։ Երևի թե սկսեմ, ձայնագրություն կլինի անպայման, եթե կունենաք նորեկներ, աղջիկներ ջան, նաև ձեր նորեկներին կարող եք տալ, որպեսզի ձայնագրությունը ուրեմն լսեն։ Մենք բոլորիս հետաքրքիր է մի ոլորտ է, որի համար բոլորս հավաքվել ենք եւ իհարկե մեզ հետաքրքիր է մեր շահույթը, մեր ուրեմն վաստակելու ձևը եւ ես այդ հարցերին այսօր պատրաստվում եմ իմ պրեզենտացիայի շրջանակներում պատասխանել, հա, հարցերն են ինչն է այս բիզնեսի իմաստը, ինչպիսի գործողություններ պետք է անել այս բիզնեսում, ինչի համար են ինձ վարձատրելու, ինչքան են վարձատրելու եւ ինչ փողերի մասին է խոսքը իրականում ընկերներ, ինչքան են վճարելու եւ ինչպես են այդ փողային հոսքերը գալու դեպի մեզ, ում օգնությամբ ենք մենք զարգացնելու մեր բիզնեսը եւ ինչ արդյունք կստանանք մենք ի վերջո, եթե իսկապես աշխատենք։ Եվ այս շրջանակներում հերթով կփորձեմ այնպես իմ պրեզենտացիայի կետերը ներկայացնել, որպեսզի վերջնականապես, եթե անգամ ունենաք փոքր-ինչ վախեր, այդ վախերն կարողանաք հանգիստ ինքնուրույն հաղթահարել աղջիկներ ջան։ Ուրեմն բոլորիս համար գաղտնիք չէ, որ մեր ուրեմն փողային հոսքերը, փող վաստակելու ձևերը աշխարհի մասշտաբում բաժանվում են 4 կատեգորիայի, ճիշտ է։ Ես եւ վերջում իհարկե կտեղադրեմ իմ սիրելի Range-Gate-ի գիրքը նաեւ այստեղ, դուք բոլորը նաեւ իր տեսակետը կլսեք, այդ գիրքը շատ եմ սիրում եւ շատերիս է ուսուցանել այդ գիրքը եւ որի շնորհիվ էլ ես բավականին շատ ուրեմն գիտելիքներ եմ ստացել եւ չեմ ալարում եւ ամեն անգամ լսում եմ։ Ինչպես ասացի, վաստակելու տեսակները 4-ն են լինում ընկերներ։ Առաջի տեսակը դա հենց վարձու աշխատանքն է եւ որով զբաղված է աշխարհի 90%-ը։ Բնականաբար բոլորս ունենք նույն 24 ժամը, հա։ Եվ այդ 24 ժամը աշխարհի 90%-ի համար, մոտավոր եմ ասում այս տիպը իհարկե, հրամցրել են, զարգացրել են, մշակել են մի տեսակի զբաղմունք, որը կոչվում է վարձու աշխատանք։ Դա երևի թե ընկերներ ամբողջ աշխարհի մասշտաբով բոլորի համար նույնն է եւ բոլորի համար հատուկ ծրագրավորած եւ ուրեմն պլանավորած ուրեմն մի համակարգ է, որտեղ մարդիկ ներդնում են ժամանակ փոքր գումարի համար, որով չի կարելի ասել, թե բավականին լավ են ապրում։ Մարդկանց 90%-ը վաստակում է այնքան, ինչքան միջև հաջորդ աշխատավարձը այդ գումարը սպառվում է, հա։ Իրենք չեն կարող տնտեսել այդ գումարից կամ էլ ոչ այնքան կարող են տնտեսել, որ ինչ-որ բանի համար ներդնեն։ Եթե անգամ իրենք ինչ-որ բան փորձում են անել, վերցնել ուրեմն իրենց մի նպատակը փոքր իրականացնել, աննպատակը իրականացնում են բեն, ցեն, դեն եւ բազում այլ նպատակներ մնում են անիրական։ Եվ իրենց կյանքի ուրեմն այն բուրըն տարիքը անցնում է, իրենք տալիս են իրենց ժամանակը այդ գումարի համար եւ իհարկե վերջում չեն ստանում ոչինչ։ Երբ որ թոշակագրվում են ընկերներ, ոչինչ չեն ստանում, բայց մեր օրերում բնականաբար մենք արդեն բոլորս գիտակցում ենք, որ մենք պետք է ամուր կարճած լինենք մեր նպատակից, ինչու, որովհետև շատ պարզ է, որ 50 տարեկանից հետո մենք կյանքը պարզապես գնում ենք։ Մենք առնում ենք այդ կյանքը, երեխեք ջան։ Այսինքն, եթե փող չունենանք, մենք մեր թոշակով հաստատ ոչինչ չենք անի։ Իսկ մեր վաստակած գումարով, որ վարձու այդ աշխատողներն են ստանում, ետ գցած գումար,
հաստատ չեն կարող ունենալ, որպեսզի ըստ արժանվույն ծերություն դիմավորեն եւ ճանապարհեն, հա? Եվ իրենց զավակներն էլ, ովքեր դաստիարակվել են նույն հոգեբանությամբ եւ նույն կարգավիճակով վարձու են աշխատում, եւս չեն կարող ըստ իրենց հոգու պահանջի, իրենց ցանկացած ձևով, հա, շատ կցանկանաս դու քո ծնողին շատ լավ պահել, բայց դու չես կարողանա, որովհետև դու վարձու աշխատող ես եղել եւ քո կյանքի ընթացքում քո կարիքները ցավոք ոչ թե պակասում են, այլ ավելանում են, իսկ քո գումարը մնում է նույնը։ Եվ եթե անգամ դու ուզենաս փորձես ծնողիդ, հա, որը թոշակով չի կարողանում բավարարվել, օրինակ ճանապարհել սրտի բաց վիրահատության, ցավոք սրտի աշխարհի մեծ մասը դա վերցնում է, ովքեր իհարկե վարձու են աշխատում, վերցնում է կրեդիտներ, վերցնում են պարտքեր, վերցնում են այլ կողմնակի պարտավորվածություններ են վերցնում, որպեսզի կարողանան նման ծանր հարցեր ուրեմն տեղը գցել, լուծել։ Եվ դրա համար այն մնացած 10%-ը շատ շահավետ է իրենց համար, երբ որ այդ 90%-ը իրենց ժամանակի դիմաց աշխատում են, զարգացնում են ուրեմն այդ բիզնեսները, ծրագրերը, բուրգերը, աշխատում են մարդկանց համար, հա։ Եվ ոմանք հարստանում են, իսկ 90%-ը մնում է ֆիքսված աշխատավարձի վրա, որը այստեղ ոչ մեկից ձեռք չի տալիս։ Համենայն դեպս ընկերներ, ինձ ձեռք չի տալիս։ Եվ դուք էլ պետք է որոշեք, թե այս 4 կատեգորիաներից դուք որն եք նախընտրում, որն է ձեր կատեգորիան։ Դուք արդյոք ուզում եք ձեր կյանքի այն թանկ ժամանակը տաք ու ոչինչ տեղը չառնեք, կամ առնեք օրինակ գոյատևման ինչ-որ չնչին գումար։ Եվ երկրորդ տիպը, երբ որ մարդիկ ասեն հավելյալ ինչ-որ ծրագրեր, հա, ձեռնարկատերեր են իրենք եւ հավելյալ ինչ-որ ծրագրեր են կազմում, օրինակ, չգիտեմ, փոքր մինի զբաղմունքներ են գտնում, թխվածներ են թխում, հացաբուլկեղենի խանութներ են սարքում կամ այլ ինչ-որ վաճառքներ, պարապմունքներ, չգիտեմ, այլ եկամուտներ են, ձեռնարկատերեր են, ինչ-որ բաներ են ձեռնարկում, որը որ վարձու աշխատանքից մի փոքր տարբերվում է, հա, օրինակ վարսավիրանոցները, օրինակ, չգիտեմ, այնտեղ փոքր ինչ-որ գրենական խանութ է, հա, գրիչներ է սարքում, ձեռքի աշխատանքներ, պայուսակներ է, օրինակ, հա, սարքում, չգիտեմ։ Այս դեպքում մենք պարզ գիտակցում որ մարդը էլի տալիս է իր ժամանակը, ճիշտ է, ինքը առնում է գումար։ Բնականաբար ձեռնարկատերը վարձու աշխատողից շատ է երեխեք ջան վաստակում։ Նո դա նորմալ է, բայց այստեղ էլ է մի բան հակասում։ Այստեղ էլ ինձ դուր չի գալիս այն փաստը, որ եթե մարդը օրինակ 1 օր չաշխատի, ինքը չի վաստակի։ Օրինակ եթե այդ վարսավիրը կամ մատնահարդարը, կամ այդ հրուշակեղեն թխողը, հա, կամ այդ լավաշ թխողը, չգիտեմ, որ մեկը կուզեք ընկալեք։ Ցանկացած ձեռնարկատեր, եթե ինքը օրինակ գնա, չգիտեմ, մի ամսով ճամփորդության, կամ հիվանդանա, կամ ուղղակի ասի, ես չեմ ուզում այս 10 օր աշխատել, ընկերներ, բնականաբար իր ֆիզիկականը չաշխատելու ժամանակ իր գումարն էլ չի աշխատում։ Այսինքն ճիշտ հակազդող ուժերի մեջ է ինքն իր ժամանակը եւ փողը իրար հետ է կապել։ Եվ եթե ինքը չաշխատի, բնականաբար փողը այդ չի գալիս։ Հոսքը դադարում է գումարի։ Այդ դա ձեռնարկատերերն են, որոնք իհարկե կարող են լավ գումարներ վաստակել, բայց ոչ մեկ ապահովագրված չի ոչ մի բանից, որ իր հետ մի բան չի լինի կամ ինչ-որ հանգամանքների բերումով չի դադարի այդ աշխատանքը եւ հենց դադարեց բնականաբար գումարն էլ կդադարի։ Այնպես որ այս կատեգորիան էլ ինձ դուր չի գալիս այդքան է, քանի որ դա կարող եմ ես ասել, որ էլ ինձ չի բավարարում իր արդյունքը, որտեղ ինքը վերջնականում ինձ ոչինչ չի տալու։ Այսինքն այն հարցին թե ինչքան են վճարելու եւ իմ աշխատելու
վերջում ինչ է ինձ մնալու, ես էլի գիտակցում եմ, որ ինձ ոչինչ չի մնալու, որտեվ եթե ես չաշխատեմ, ձեռնարկությունս փակեմ, всё, այլ ոչ մի գումար չի տեղաշարժվի դեպի իմ գրպան։ Եվ այս կատեգորիան էլ ենթադրում եմ, այստեղ շատերս չեն ուզի ընտրենք, հա։ Եվ վերջում, ուրեմն, երրորդ կատեգորիան, որը արդեն իսկ մոտեցնում է մեր թեմային, մենք ձեռնարկատիրոջ ժամանակ հասկացանք, եթե ունենք ժամանակ, ունենք գումար, չունենք ժամանակ, չունենք գումար։ Սա պարզ է ենթադրում եմ երեխեք ջան, եւ երրորդը դա բիզնես կատեգորիան է։ Բիզնեսն էլ իր հերթին բաժանվում է մի քանի տեսակների, ընկերներ ջան, եւ այդ տեսակներից մեկը ընտրել ենք մենք։ Այսինքն մենք տրադիցիոն ավանդական ուրեմն բիզնես չենք ընտրել, ավանդական բիզնեսը դա նա է, որ մարդը ինքը գումար է ներդնում, օրինակ խանութ է բացում, սուպերմարկետ է բացում, դպրոց է բացում, հա, բայց այդ ամեն ինչի ֆինանսավորումը ինքնուրույն է անում։ Մարդիկ կան օրինակ իրանք կրեդիտ են վերցնում անում, մարդիկ կան պարտքով են անում, մարդիկ կան 10 տարի ինչ-որ գումարներ են խնայել, օրինակ բացել են փոքր փուրեր, կրպակներ եւ այլն ու փորձում են դրանից ստեղծել մեծ բիզնես։ Դա էլ է հարկի, կերներ ես ոչինչ չեմ կարող ասել, որտեղ դա մարդու ընտրությունն է, մարդն ինքն է որոշում, օրինակ կարող է լինել այնպես, որ ես շատ սիրեի, չգիտեմ, մարզ դպրոց ունենալը եւ ես իհարկե կձգտեի ունենալ այդ մարզ դպրոցը։ Պարտադիր եւ ես չէի նայ որ ներդրում պետք է անեմ, այլ կձգտեի եղանակներ գտնել, որպեսզի ներդրում անեմ։ Բայց այստեղ հաշվի եմ առնում այն փաստը, որ ես օրինակ եկել եմ առանց ներդրումների բիզնեսի համար։ Իսկ ավանդական ուրեմն բիզնեսներում մարդիկ իրենց հարկերն են վճարում, իրենց արեններն են վճարում, հոսանք, այնտեղ կոմունալ, չգիտեմ, տարածքի ձևավորում եւ այլն, բոլոր ֆինանսավորումները տվյալ բիզնես վարողի ուսերին է։ Հետևաբար դա էլ բավական մեծ գումարների մասին է, ուրեմն ըստ երևույթի գնում այդտեղ, դա էլ ինձ ձեռք չի տալիս եւ ինձ նման շատերին ձեռք չի տալի։ Ինչու ընկերներ, որտեղ ես եւս ուրեմն բժշկական ոլորտում սովորած, ավարտած, բավականին շատ տեղերում աշխատած մարդ լինելով, ես ինքս էլ հասկանում եմ, որ կարող է ուրեմն այդ ավանդական բիզնեսում գալ մի կոնկուրենցիա, հա, մի մրցակցություն, որտեղ ես պատրաստ չեմ այդ կոնկուրենցիայի հետ գնալ առաջ եւ ուժեղ լինել, որտեղ մենք ոչ մեկը ինձ համենայն դեպս այդ մրցակցությունը դուր չի գալի, որտեղ ամեն քայլափոխում մեր օրերում կոնկուրենցիան մրցակցությունը օր-օրի ուժեղանում է, օր-օրի ուրեմն ավելի ահարկու է դառնում, այդ հուժկու անցումները էլի ինձ դուր չեն գալիս։ Դա իմ համար եւս ռիսկային է։ Իսկ ես չեմ սիրում այդ ռիսկերը։ Ինձ ընդհանրապես դուր չի գալի այն փաստը, որ ես կարող եմ օրինակ արենդով վերցնեմ մի տարածք, թխեմ հաց կամ վաճառեմ տետեր ու գրիչ ու հանկարծ իմ կողքը գա մեկն էլ բացում, ես չկարողանամ արդարացնել, ես մինուսով գնամ տուն։ Այդ вообще ինձ դուր չի գալիս, ճիշտ է, շատ հնարավոր է, որ ընկերներ մեր կրթությունը մեզ թույլ տա, մեր տրամադրվածությունը, մեր ուժեղ տեսակը, համառությունը, որ մենք այդ բիզնեսը վարենք շատ հաջող, դա չի բացառում։ Բայց ուրեմն ինչու՞։ Այս հարցի, ուրեմն իմ հարցերի մեջ նաև այդ հարցը կար, չէ՞, ինչու վաստակել այդ եղանակով։ Եթե կա այս եղանակը, հիմա կխոսեմ մեր եղանակից։ Եվ այնտեղ կա ուրեմն ֆրանչայզինգ տեսակը բիզնեսի, որտեղ այս գաղափարը դու վերցնում ես մեկ այլ մոդելը, մեկ այլ
ուրեմն ստեղծողից վերցնում ես, գումար ես ներդնում եւ իր միտքը գաղափարը աշխատանքի ես վերածում եւ այդ բիզնեսը զարգացնելով էլի գումարներ ես վաստակում, դա իհարկե շատ բարձր գումարների մասին է խոսքը եւ այդ բիզնեսը ընդհանրապես ես չեմ ուսումնասիրում, որտեղ դրանք բրենդների կապ ունեն 100,000-ավոր դոլարների երևի թե ու շատ ավելի ծանր հոգսերի հետ կապ ունեն, ես այդ բիզնեսը вообще չեմ ուսումնասիրում եւ երրորդ տեսակը ընկերներ դա հենց ցանցային մարքեթինգն է, որի համար ես ձեզ հրավիրել եմ, որ դուք էլ ինձ հետ միասին մի հատ քննարկենք, հասկանանք, թե ինչու ենք այստեղ, եթե հարցեր կունենաք, կգրեք հարցերը, եթե ոչ, հուսամ, որ պարզ կխոսեմ եւ այլևս հարցեր չի մնա, բայց ամեն դեպքում, եթե հարցեր կունենաք, գրեք։ Եվ այսպես աղջիկներ ջան, հենց MLM-ը հենց ցանցային մարքեթինգը այն ոլորտն է, որը որ մենք ընտրել ենք։ Սա հաջողակ մարդկանց բիզնես եմ համարում ես, ինքը իր մեջ ունի այնքան լավ կետեր, հենց մեկը է, որ ռիսկեր չկա։ Եվ դա իմ համար ամենագրավիչ կետն է եղել, եւ երբ որ ես ցանցային մարքեթինգը ուսումնասիրել եմ, ես հասկացել եմ, որ այնտեղ որտեղ ուրեմն ռիսկեր եւ ներդրումներ չկան, ուրեմն դրանք ոչ մի կապ չունեն բուրգերի հետ, եւ դրանք ոչ մի կապ չունեն խաբեությունների հետ, եւ դրանք ոչ մի կապ չունեն անհաջողակների հետ։ Այսինքն, եթե անգամ այստեղ դու մի օր չես կարողանում, դու կարող ես մի տարի հետո կարողանաս հիանալի բիզնես վարես, հիանալի բիզնես։ Ինչու, որովհետև դու ուրեմն սովորում ես, այստեղ դու սովորում ես լինել բիզնես վարող։ Դու սկսում ես զրոյից, ընկերներ զրոյից ենք սկսում բոլորս, այնքան լավ է, երբ որ միտեղ ոչ մեկի համար ինչ որ առավելություն չկա, այսինքն նկատի չունեմ աշխատանքի դիմաց լավ չես վարցնում, այն նկատի ունեմ սկսնակները, մեծերը, փոքրերը, բոլորը նույնն են երեխեքները եւ կարող են նոր եկը գալ շատ լավ վաստակել եւ կարա լինի 6-7 տարվա ուրեմն աշխատող կադր, բայց ինքը ընկնի ու կոտրվի ու միևնույնը համակարգի համար ինքը նույն մարտակապ չունի։ Եվ այսպես, այս ոլորտում ուրեմն ներդրումներ չկան, այսինքն մենք հրավիրում ենք մարդկանց, որպեսզի իրենք ցանց զարգացնեն եւ մի ընտրված ֆիրմա ենք վերցնում, մեր դեպքում դա բնականաբար Faberlic ընկերությունը, բայց դրանք կարող են լինել տարբեր ֆիրմաներ, ցանցային մարքեթինգ ունի շատ հիանալի ֆիրմաներ, որոնք ամբողջ աշխարհում ուրեմն շարունակում են զարգանալ, ինքը 100 տարուց ավել է արդեն կա այս մարքեթինգը, այս ոլորտը եւ ինքը շատ լավ արդարացնում է իրեն։ Այստեղ ընդհանրապես մարդիկ ուրեմն համագործակցելով տվյալ կամպանիայի հետ, ուրեմն իրենք այս կամպանիայի ուրեմն եւ օգտվողի միջև կապ են հաստատում եւ որքան շատ օգտվող են ներգրավում եւ որքան շատ ուրեմն օգտվողի են, նորեկի օգտվողի են բացատրում ֆիրմայի կանոնները, որքան մատչելի են բացատրում, հասկանալի են ինֆորմացիան տրամադրում եւ իր ցանցը ինչքան հաջող է զարգանում, ինչքան շատ մարդիկ են միանում այդ քո ուրեմն ծրագրին, քո տված ծրագրին, ինչքան շատ է մարդ միանում քեզ եւ հետեւում քեզ եւ ինչքան շատ մարդ է իր եկամուտը մեծացնում քո եւ կամպանիայի շնորհիվ, այդքան դու ավելի շատ ես վաստակում։ Հետևություն, ինչ ենք մենք այստեղ անում, ինչպես պետք է վարձատրենք։ Այսինքն մենք պետք է սովորենք, ընկերներ, նախ հասկանանք, ինչա ֆիրման մեզ առաջարկում։ Առաջարկեց ֆիրման, ինչ որ առաջարկեց, դուք ընթացքում ամեն ինչը կետ արկել ձեր նաստավնիկների, գործընկերների շնորհիվ, կետ արկել ամեն ինչը
տեղեկանում եք եւ անգամ եթե 1 օրում 1 ամսում դուք տեղեկանաք ամբողջ ինֆորմացիան մասին, միևնույնն է, ընկերներ, երկար ուրեմն մնալով համակարգում դուք բոլոր ծագուցուկերը ուրեմն սովորում եք։ Հետևապես մենք սովորում ենք, մեր սովորածը մի հատ մենք կիրառում ենք, հա, օգտվում ենք, տեսնում ենք, որ իսկապես ֆիրման մեզ չի խաբում եւ իսկապես այս ամեն ինչը մեր համար է։ Եվ իսկապես քո արտաքին, քո ներքին, քո ուղեղի ամեն ինչի տեսքը իրական է, ընկերներ, մի հատ ինքներս վստահվում ենք, հա, օգտվում ենք այսինքն այդ կամպանիայից։ Եվ հետո նոր մեր սովորածը, օգտագործածը կիրառում ենք, հրավիրում ենք, բացատրում ենք, պրոպագանդում ենք, մարդկանց ասում ենք, տեղեկացնում ենք, որ կա նման մի ֆիրմա, որը որ ձեզ տալիս է այսպիսի հնարավորություններ տարբեր, այդ կետերն էլ դեռ ես կհասնեմ ու կբացատրեմ։ Եվ այսպես հասկացանք ցանցային մարքեթինգը ինքը իրենից ինչ է ներկայացնում։ Այսինքն դու կապող ուղղակես տվյալ ֆիրմայի եւ մարդու միջև։ Ահա այդպես ես դու վաստակելու քո գումարը։ Հետևաբար ինչքան լավ ես աշխատում, լավ ես սովորում, այնքան շատ լավ վաստակում ես։ Եվ ամենակարևորը որ ֆիրման կանգառ չունի, ինքը չի ասում դու 1 ամսում վաստակիր 1 միլիոն դրամ ու վсё, քո սահմանը այդ է։ Ու վերջ, գնա։ Այդ մի միլիոնով դու կբավարարվես։ Ոչ, տենց բան չի ասում, այ մենք կարող ենք ցանցային մարքեթինգում անընդհատ բարձրանալ, անընդհատ ֆիրման պատրաստ է բոլորին վարձատրել իր շահը պաշտպանելու համար, իր ապրանքը վաճառելու համար, իր ինֆորմացիան առողջ եւ ճիշտ տեղեկացնելու հասարակությանը, իսկ ընկերներ հասարակությունը անծայրածիր մարդիկ դիքն են, ինչքան որ ասում են, ում ասեմ, շուրջ բոլորը գիտեն, ով չեն ուզում, չկա նման հասկացողություն։ Եթե դուք լիդեր տեսակ եք, ձեր մեջ տեսնում եք, հա, աշխատելու ուր, ուրեմն տենց բան երբևիցե չասեք, խնդրում եմ ձեզ, որովհետև մարդիկ անսպառ են, որտեղ մեր ինֆորմացիան եւ մարդկության դեռևս 1-ից 2% գիտի, 1-ից 2%, մնացած 98% ձեզ է սպասում, ձեզ, սպասում է ինձ, Կարինե Սիմոնյանին, եւ ես ահա այս մեթոդներով բոլորին տեղեկացնում եմ, բոլորին հրավիրում եմ, բոլորին ասում եմ, որ սա իրական աշխարհ է։ Եկեք եւ մի հրաժարվեք, վաստակեք, ինքներդ վաստակեք, սկսեք 0-ից, այո, սկսեք 0-ից, որտեղ դա ձեր բիզնեսն է։ Որտեղ երեխեք ջան, դուք վերջո ֆրանչայզերով չեք զբաղվում։ Սա ֆրանչայզինգի բիզնես չի, որպեսզի դուք փող տաք եւ մարդու բիզնեսը առնեք։ Ոչ։ Սա ձեր բիզնեսն է եւ դուք սկսում եք 0-ից։ Հետևաբար, այո, պետք է աշխատել։ Սա վարձու աշխատանք չի, որ դուք մի ամիս գաք, ասեք, բա ուրա փողս տվեք, ես գնում եմ։ Ես նամակել եմ օրինակ գրել, օգտվել եմ, վсё, դե տվեք փողս գնում եմ։ Չէ, դուք վարձու աշխատող չեք։ Հաշվեք, թե չկա ոչ մեկ բաղից բուն իմաստով, ոչ մեկ չկա ու երեխեք, վերջին հաշվով իսկապես դա այդպես է։ Ձեր բիզնեսի ամենակարևոր մարդը դա դուք եք։ Դուք եւ օգնությունը վերևից։ Եթե դուք ձեր մեջ կերտեցիք աշխատասեր համար մի հրաշք լիդերի, վсё, ձեր բիզնեսը գնալու է։ Ոչ մի նոր բաներ պետք չի մոգոնել։ Այսպես, դեռ հենց այդ մոգոնել մասը կխոսեմ։ Եվ 4-րդ տեսակը գումար վաստակելու երեխեք ջան, ուրեմն դրանք ներդնողներն են, ինվեստորները,
այսպես ասած, ինվեստորները, որոնց ձեզ շատ ծանոթ է։ Դրանք ովքեր են, դրանք աշխարհում 3% են ընդհանրապես կազմում։ Դրանք այն անսահմանափակ հարուստներն են։ Այն անսահմանափակ գումարի հոսք ունեցողներն են։ Այսինքն նրանք ուրեմն ունենալով գումար, հիմա ես չեմ ասում որտեղից ունեն, թե տրադիցիոն բիզնեսից, թե MLM-ի բիզնեսից, թե չգիտեմ, ամբողջ ընտանիքով աշխատել են, վաստակել են, հավաքել են 20 տարի, այդ տեղից ես չգիտեմ որտեղից այդ գումարները, միայն գիտեմ, որ եթե ես այստեղ շարունակեմ աշխատել, հնարավոր է, որ մի օր ես էլ լինեմ ինվեստոր։ Եվ այսպես, դրանք անբաժնետերերն են, որոնք ընկերներ են իրենց գումարը ներդնում են գործող բիզնեսների մեջ եւ ստանում են շահույթ, ստանում են տոկոսներ, այսպես ասած։ Եվ իրենք այն բախտավորներն են երևի թե ովքեր ունեն եւ գումար եւ ժամանակ, այ հենց իրենք ունեն եւ գումար եւ ժամանակ։ Եվ վստահ եմ, որ այստեղ բոլորս էլ ցանկացանք լինենք ներդրող, ճիշտ է, չէ՞, երևի թե կարող եք ձեր կարծիքները գրել, աղջիկներ ջան։ Եվ այսպես, բարձր աշխատող, ձեռնարկատեր, բիզնես վարող եւ ներդրող։ Այս 4 կատեգորիայի հոսքից դուք պետքա գումարային հոսք ունեցողներից, դուք պետքա ընտրեք, որն եք ձերը համարում։ Որն եք ձերը համարում։ Օրինակ, ես բիզնես պարտներների համարում, MLM-ների համարում, հա, իմ ուրեմն երբ որ ես եկել էի, հա, ուրեմն ցանցային մարքեթինգից մտածում եմ, ես ուզում եմ ցանցային մարքեթինգում լինել եւ այլևս ոչ մի տեղ։ Հետո ժամանակի ընթացքում, ընկերներ, ուրեմն ես հասկացա, որ այստեղ կա ուսում, կա սովորելու բան։ Երբ որ ես վարձու էի աշխատում, եւ անընդհատ դպրոցում ու ամեն տեղ մենք լսում ենք, որ լավ սովորիր, որ դու մարդ դառնաս, լավ սովորիր, որ լավ ապրես, մենք ժամանակին լավ էլ սովորեցինք, ավարտեցինք, աշխատեցինք բավականին հետաքրքիր ուրեմն ոլորտներում, անձամբ ես շատ ոլորտներում աշխատեցի, ամենակարևորը բժշկական ոլորտում, ես դեղագործ, ընդհանուր բժշկություն ավարտած մարդ, աշխատելով հանրապետության լավագույն հիվանդանոցներից մեկում, որպես գլխավոր դեղագործ, ես ինքս լինելով լաբորանտ, այնտեղ չգիտեմ, օպերատոր, տեղեկատու, թույների ներկրող, բազմաթիվ լավ ոլորտներում, չեմ ասում են ոլորտներում, որտեղ նաև չեմ ուզել աշխատեմ, բայց ստիպված եմ եղել աշխատել երեխեք ջան, հա, կարիքները հոգալու համար, մարդը նաև համաձայնում է ոչ հարգի, չեմ ասում, ոչ հարգի, ոչ իմ սրտով տեղ աշխատելու, վարձու աշխատել եմ շատ տեղերում, բայց լավ տեղերում էլ հայտնվելով ես հասկացա, որ ինչ որ բան այնպես չէ։ Եվ ինչ որտեղ ինձ խաբել է, խաբված եմ զգացել, երբ որ հասկացամ, որ չէ, ոչ սովորելը եւ ոչ լավ տեղերում աշխատելը իմ կարգավիճակը ոչնչով, քան ինչ որ անուններով ինձ չի օգնում, հա, լավ տեղ է, սա պրեստիժնի է, շատ պրեստիժնի է, բայց դա ինձ ոչնչով չէր օգնում աղջիկներ ջան, եւ հետեւաբար ես պետք է ուսումնասիրեի այս ոլորտը, ես պետք է ուսումնասիրեի ես ուսումնասիրեցի այս ոլորտը եւ այստեղ ես գտամ այն ինչ որ չգտամ ոչ մի տեղ։ Ես գտամ առանց ռիսկերի, ես գտամ ազատ ժամանակով, այսինքն ես եթե 1 ժամ չաշխատեմ, իմ ցանցը դրանից կոպիտ ասած չի տուժում։ Եթե ես 1 օր բացակայեմ, կոպիտ ասած իմ ցանցը դրանից չի տուժում, հա,
Ես գիտեմ, որ հաջորդ առավոտ ես կգամ ու վсё, սա կգցեմ տեղը։ Եվ դրա համար ես սկսեցի ուսումնասիրել։ Եվ բոլոր այն լիդերները, ովքեր կգան, հենց այդպես են անելու, իրենք սկսելու են ուսումնասիրել։ Սկսեցի ուսումնասիրել, շատ գրքեր կարդալ, ֆինանսները ուսումնասիրել, ֆինանսների կառավարումը, հաշվապահությունը, ծրագիրը, կամաց, ես հասկացա, որ ես երևի թե շատ ճիշտ տեղում եմ եւ ինձ հենց պետք է ցանցային մարքեթինգը։ Եվ այստեղ չունենք մենք տնօրեններ, աղջիկներ ջան։ Չունենք շաբաթ-կիրակի ասված հանգստյան օրեր, որոնք մարդկության 90%-ը ամբողջ շաբաթը սպասում են անհագ այդ շաբաթ-կիրակին, եւ կիրակի երեկոն ասում են վաղերի երկուշաբթի է, մենք այդ խնդիրը չունենք։ Մենք չունենք խնդիր բուդինիկ դնելու, որ ժամը 9-ից պիտի ես արթնանամ, որտեղ ես քնկոտ եմ, ես ուզում եմ արթնանամ գրողը տանի ժամը 10-ին, ես ուզում եմ արթնանամ ժամը 10-ին, ես ուզում եմ երեկոյան երկար ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, ես ուզում եմ ընկերներով գնանք հանգստանալու, գրողը տանի, ինչի են այդ մարդու ազատ ապրելը իրանից խլել, այդ ինչ համակարգ են ստեղծել, որ մարդկությունը 90% այդ նույն կաղապարի մեջ են, այդ նույն շրջանակի մեջ են ու դրանից դուրս չեն գալիս։ Եվ ես սիրով բոլորիդ ասում եմ, չհրաժարվեք այս հնարավորությունից, չհրաժարվեք այս մոդելից, այս մոդելը մի հատ հրաշք մոդել է, ուզեք այս մոդելում այնքան փայլեք, այնքան փայլունաստղ եղեք, որ դաժե այս սրանից է կանցնեք ներդրող, հա, դառնաք ինվեստոր, այդ էլ իրա բանը ունի, հա, իրա այն որ ասում է փուլը ունի, կհասնեք նաև այդ փուլին, վստահ կհասնեք, սկսելով 0-ից, յոր կհասնեք, չհամաձայնեք և չկոտրվեք և չգնաք միանաք այն 90%-ին, հրաշքներ եք դուք բոլորդ երկրի վրա և բոլորդ երջանիկ լինելու իրավունք ունեք և արհեստածին ձեզանից խլող ժամանակները այդ օբյեկտներին ձեզ մի ընդունեք հոգեհարազատ, ձեզ ժամանակը ձեզն է, դուք եք որոշում, ես եմ որոշում, ինչպես վարվեմ, ես եմ որոշում պրեզենտացիա անեմ, թե չանեմ, ես եմ որոշում 10 հոգու այսօր տամ ինֆորմացիա, թե չտամ ինֆորմացիա, ես իմ ժամանակի տերն եմ, ես եմ որոշում ստանամ 1000 դրամ, թե օրավարձով 5000 դրամ, թե օրեցօր աճող և 2 միլիոնի հասնող եկամուտ, 5 միլիոնի հասնող եկամուտ, այդ ես եմ որոշում, և տիեզերքն ինձ օգնում է, որտեղ ես որոշել եմ, և որտեղ դու կարող ես ինքդ էլ որոշես, որ դու արժանի ես, վաստակես օրինակ, չգիտեմ, 5 միլիոն դրամ, կուզես տարեկան, կուզես ամսական, ուրեմն այս ֆիրման տալիս է վաստակելու ոչ թե հնարավորություն տարվա մեջ 12 անգամ, այլ 18 անգամ մենք վարձատրվում ենք 21 օր մեր աշխատանքային ամիսը 21 օր է տևում, հետևապես մենք ավելի շատ ենք վարձատրվում, քան վարձու աշխատողները բնականաբար, և մենք չենք վարձատրվում ֆիքսված, այլ մենք վարձատրվում այնքան, ինչքան մենք աշխատում ենք, և ամենակարևորը, եթե որոշեցիք, որ դուք գաք, հա, ամեն դեպքում ձեր բնականաբար կողքից լինելու են ջաջաներ և ճոճաներ, որոնք հերիքա թե իմանան, որ դուք եկել եք այստեղ աշխատելու ու վրազ,
Վրաց կասեն, այդ ուրես ընկել, դուրս արի այդտեղից, շուտ արա, էդի չես անում ուտել, հեսա գլուխդ կուտեն ուտել, ու դաժե այդ դադաներն ու ծոցաները, այդ քույրիկ եղբայրները, շատ ժամանակ մեր տան անդամները մի րոպե ժամանակ չեն տալիս, որ դուք սամաստայացիլնի մտածեք, իրանք դաժե այդ ժամանակը ձեզ չեն տալի, որ դուք ձեր լսած ինֆորմացիան, այսքան իմ խոսացած այս պրեզենտացիան, գոնե մի հատ մարսեք, չեն թողում։ Իրանք sense մի անգամից բակում են ում, փաթեթավորում են ձեր էներգիան, ասում են դուրս արի ու всё, ու շատ MLM, ցանցային մարքեթինգի այն որ փայլուն դեմքեր, որ կարային հազարապատիկ անգամ ավելի շատ ու լավ վաստակեն, այդ մոդելները կործանվում են, զրոյանում են, հենց այդ կողքի ազդեցությունների պատճառով, որտեղ իրանք ժամանակ չեն ունենում, իրանք լսած ինֆորմացիան մարսեն, հենց գնում են տուն, ասում են ֆաբրիկ, ու всё, քրտ, այդ ուրեսինգը դուրս արի, չէ, լինելով բիզնեսի մարդ, դուք պետք է վճռական լինեք, դուք պետք է վճռեք, որ դուք պետք է սովորեք, դուք պետք է գիտակցեք, որ ոչ մի տիպի ռիսկ չկա, եւ հետեւապես դուք պետք է հասկանաք, որ այստեղ ամեն ինչի որոշողը դուք եք։ Ու всё, եթե այդ ամեն ինչը արեցիք, արդեն դուք պատրաստ եք վերցնել շարունակական ինֆորմացիա։ Հետևապես այստեղ մենք ձեզ կառաջարկենք 4 համագործակցության ուրեմն տիպերը մեր։ Դուք կարող եք գալ եւ դուք կարող եք հրավիրել մարդկանց, ասեք, եկեք պրոստը օգտվեք, հա? Օգտվեք մեր պրոդուկտներից, որտեղ այսօր մեր բոլոր օրինակ ձեռքի կրեմ օգտագործում են, ճիշտ է։ Այո, մարդը կարող գա իր համար ձեռքի կրեմ առնի, մարդը կարող գա իր համար խնամքի պարագաներ առնի, մարդը կարող է գալ շամպուն առնել, մարդը կարող է գալ նվերներ առնել, իր համար, իր առօրյայում, իրեն ինչ անհրաժեշտ է, կարող է գալ եւ շահավետ օգտվել։ Այդ դեպքում էլ արդեն բնականաբար ֆիրման որպես ուրեմն օգտվող իրան իր առավելություններն է տալիս։ Եվ մարդը կարող է գա եւ դուք ասեք, դու գիտես, ունես հնարավորություն եւ օգտվես եւ վաճառես։ Երկրորդ տիպը վաճառքն է։ Մարդը կարող է պրոդուկտը վաճառել եւ պրոդուկտի վաճառքից ուրեմն մնացած եկամուտներով շահույթ ունենալ։ Դրանք բավականին բարձր գումարներ կարող են լինել։ Իհարկե անշուշտ ես վաճառքին էլ դեմ չեմ, հակառակը ես ինքս էլ վաճառքով զբաղվում եմ եւ շատ սիրում եմ մեր պրոդուկտը գովել, առաջարկել եւ վաճառք անել եւ ինչու՞ չէ այդտեղից եկամուտ ստանել։ Այո, ես սիրում եմ եւ եկած օրվանից չեմ հրաժարվել նաեւ այդ տիպից։ Բայց մարդը ասում է ես վաճառք չեմ անում։ Իհարկե, մի անում։ Քեզ ով է ասում արա։ Եթե դա չէ որ այստեղ ամեն ինչ ազատ է, քո ընտրությունն է, դա քո ընտրությունն է։ Ասում եք այո, դու արի ցանցը զարգացրու։ Այսինքն, ինչ է նշանակում ցանցը զարգացրա։ Դու բիզնես կվարես, ինքդ կօգտվես, բնականաբար, ես սկզբում նշեցի, եթե դու ինքդ չես օգտվում, դու առաջարկելու ոչինչ չունես։ Եվ այս փաստը ֆիրման գիտի, դուք էլ գիտեք, բոլորը գիտեք, որ եթե ես հաց եմ թխում կամ սմետան եմ արտադրում, բնականաբար չեմ կարող իմ սմետան թողեմ, գնամ հարևանի սմետանը առնեմ, հարևանի խանութից ուտեմ, որտեղ եթե այդպես անեմ, բոլորը կհասկանան, որ իմ անորակ է, ով կառնի ինձանից։ Ոչ, իմը շատ որակյալ է եւ արդեն 7 տարի է ես օգտվում եմ մեր պրոդուկտներից 100%։ 100%։ Նա մեր կոկտեյլները ասեմ, որ շատ համեղ են, առողջարար են, ես այն շատ եմ սիրում։ Եվ մենք ընտանիքով օգտվում ենք սիրելիներս, այնպես որ դուք պետք է օգտվեք եւ այն ինչ որ տպավորությունը դուք զգացիք, այսինքն մազին էներգետիկ եւ ահայի այսպես սիրուն է ինքը, դուք արդեն նստում եք, ձեր ընկերներին պատմում եք։
ձեր բարեկամներին պատմում եք, ձեր հարազատներին, ձեր ծնողներին, ոբշեմ, ում ուզում եք պատմում եք։ Եթե մտածում ես քույրիկից չեմ ուզում այսօր խոսացնեմ, ընդհանրապես, օքեյ, քույրիկին այսօր մի խոսացրու։ Մտի Instagram, Facebook եւ այլ սոցցանցեր, որտեղ ուզես։ Եվ այնտեղ լիքը քույրիկներ քեզ են սպասում։ Սկսիր ռեկրուտինգ անել, սկսիր քո կամ քո առաջին դեմքով, դա էլ ես դու ընտրում, երեխեք այնքան լավն այս գործը չպարկյասում, ես եմ ընտրում, ես իմ պրոդուկտը իմ առաջին դեմքով ներկայացնեմ, թե պատրաստի ինչ-որ վիդեո վերցնեմ ու տեղադրեմ սոցցանցերում։ Առաջի տարիները միշտ ես վերցնում էի ուրիշի պատրաստի նկարները, վիդեոները եւ այլն, ու այդպես էի աշխատում, թե պետք է լավ էի աշխատում, բայց հետո հասկացա ոչ, ասես չեղա, ես էլ եմ օգտվում, ես ինքս կենդանի վկա եմ ամեն ինչին, եւ հետեւապես այո, ես պետք է իմ դեմքով եմ խոսել, ես չհրաժարվեցի նաեւ ռեկրուտինգի այդ տեսակից եւ ես սկսեցի իմ վիդեոներն անել, իմ ձայնով խոսել, իմ ռիլսերը տեղադրել եւ այլն։ Եվ այսպես ես հավաքեցի իմ թիմը եւ դուք եք պարտադիր այսպես պետք է հավաքեք ձեր թիմը։ Դուք ընտրեք ոնց եք ուզում, որ տեսակն ձեզ հոգեհարազատ, այդպես է զարգացրեք ձեր բիզնեսը։ Եվ եթե դուք պատմում եք ձեր լավ պրոդուկտի մասին, ձեր 5 ընկերոջը, այդ 5-ը 5 ընկերոջը, այն 5-ը այլ 5 ընկերոջը, եւ ամեն մեկը իրենց հերթին իրենք էլ ֆիրմայի մեջ կապողողակ են հանդիսանում եւ օգտվող են հանդիսանում, բնականաբար քո ցանցը զարգանում է եւ բնականաբար ֆիրման տեսնում է, որ քո ցանցում կա ապրանքաշրջանառություն, կամպանիայի համար ընդհանրապես միևնույն է, ինքը այդ վարձույթը, հա, ինքը այդ ապրանքաշրջանառության գումարը տալիս է Կարինեին, թե Նարինեին, միևնույնն է, եթե դու ես զարգացրել քո ցանցը, ինքը քեզ այդ գումարը տալիս է։ Եթե քո ներքև ինչ-որ մեկը եկել է ու ավելի լավ է աշխատել, ինքը այդ մարդուն է տալու, այսինքն ամեն մարդ իր չափով է վարձատրվելու։ Եվ քանի որ ֆիրմայի համար միևնույնն է, որ դուք եք վաստակել, թե ով է, ինքը միևնույնն է, բոլորին շռայլելու է այդ նույն առավելությունները, որտեղ արդյունքում իր ֆիրման զարգանում է, իր ապրանքաշրջանառությունը, իր պրոդուկտը աշխարհով մեկ ալնում ընկերներ։ Չէ՞ մենք մի երկրում չենք, ուրեմն մեր աշխատանքները տանում, մենք տանում ենք այս պայծուցը 13 երկրներում աշխատանքներ։ Հետևաբար այդ ֆիրմային շատ ձեռնտու է, որ դուք շատ խոսեք, շատ մարդկանց բերեք մեր սիստեմ եւ որոնք ավելի ու ավելի շատ գնումներ կկատարեն եւ դրանց համար կվարձատրվեն։ Հետևաբար սահման չունի մեր գումարը, մեր գումարային հոսքը սահման չունի, մենք կարող ենք 1 դրամից վաստակել 1 միլիոն դրամ 20 օր մեկ կամ 100 միլիոն դրամ, դա դուք եք որոշում, դա ձեր աշխատանքն է, եթե դուք ինչպես եք ձեր տիեզերքին հրահանգում, որ դուք ուզում եք ձգել ձեզ այդ գումարները, այդպես է հետագայում, իսկ եթե դուք անձնանվիրաբար ձեր գործն անում եք սիրելով, ձեր գործն անում եք ամեն օր, սիրելով ձեզ, ինքներդ ձեզ պուպուշ անելով քսվում եք, խմում եք ձեր առողջության բաժնի վիտամինները, ասում եք ես առույգ եմ, ես ուժեղ եմ, չէ՞ որ ես այդպես եմ, ես չեմ կեղծում, ես այդպես եմ եւ բոլորին տեղեկացնում եմ, որ ես խմում եմ մագնի, ես խմում եմ մագնի եւ իմ ստրեսը դուրս է գալիս ու վազում է դուրս իմ օրգանիզմից, ես խմում եմ C վիտամին, ես խմում եմ B վիտամին, ես չեմ գնում բժշկի, որովհետեւ ես օգտվում եմ լավագույն պրոդուկտից։ Եվ այդ ամեն ինչը այնքան սիրով եմ անում, որ մարդիկ գալիս են, իրենք են սիրով անում եւ սիրով ստեղծվում է ապրանքաշրջանառություն, որի հետևանքով ընկերներ ջաններ, մայր դիզայն, տեսեք, այս
սիրուն զամբյուղները իրաց տերերը ունեն, իրաց տերերի մոտ են գնում։ Այո, իրենք գնում են իրենց տերերի մոտ։ Տեսեք, մանկական, սննդային, ամեն ինչ ունեն, ամեն ինչ։ Եվ տեսեք, երկու զամբյուղ։ Հրաշքներ են, չէ՞, ասեք, որ իսկապես մեր ֆիրման շատ լավն է, շատ։ Հիանալի ֆիրմա ունեն։ Եվ այդ ամեն ինչքան սիրով արեցիք, այնքան սիրով է գալու, այո, եւ ֆիրման տեսնում որ դուք սիրով այդքան ապրանքաշրջանառություն եք ստեղծել, սիրով փողերը լցնում ա բանկային հաշվին ու գալիս ա ձեզ։ Պես որ հանկարծ չհրաժարվեք։ Եվ 4-րդ տիպը, ընկերներ, դա գրասենյակն է։ Նու գրասենյակը ինչ ֆաբրիկ ընկերություն ինչ է նշանակում գրասենյակ, դա նշանակում է, որ դուք նախ 3 պունկտերը անցնելով, հա, այնտեղ ընտրելով օգտվող, չգիտեմ, բիզնեսը կամ վաճառքը ունեք որոշակի աշխատանք ներդրած ձեր ժամանակ 6 տարվա, հա, օրինակ ես 6 տարի եմ աշխատել, 6 տարվա մեջ, օրինակ ես այնքան ներդրած աշխատանք ունեմ երևացող իմ գործունեության մեջ, որ ֆիրմայի կողմից համարվում եմ վստահելի մարդ, տեսնում ա քո ապրանքաշրջանառությունը, տեսնում ա որ դու կամպանիայի հետ բացարձակ խնդիրներ չունես եւ որոշակի այնտեղ կետերը սահմանում, որ այս կետերն անցնում ես եւ դու կարող ես ունենալ գրասենյակ, որը ինչ է իր հերթին նշանակում, որ ինքը եւ դու, ֆիրման եւ դուք, ուրեմն իրար հետ հանձն եք առնում, որ պրոդուկտները, ուրեմն մեծ պահեստից գալիս է, մինի պահեստներ, օֆիսներ, եւ դուք հանձն եք առնում, որ անվնաս դուք հասցնում եք այդ պրոդուկտները հաճախորդներին։ Եվ դա ամենալավ բանն է։ Երբ որ օրվա ընթացքում մի քանի անգամ, մի քանի լավ մարդիկ, աղջիկներ, տիկնայք, քույրիկներ, ձեզ ասում են շնորհակալ ենք ձեր բարեհամբույր սպասարկման համար։ Օ, Կարինե ջան, ձեր գրասենյակը շատ լավն է։ Ու այդ ամեն ինչից եւս դուք էներգիա եք ստանում։ Այսինքն եկամուտը չեմ ասում, բայց դուք նաեւ ստանում եք բավականին բարի էմոցիաներ, նաեւ գրասենյակ ունենալու։ Այսինքն դուք կարող եք նաեւ ձգտել եւ հասնել գրասենյակ ունենալու։ Եվ էլի աշխարհի բոլոր այն երկրներ, որտեղ մենք ունենք համագործակցություն սիրելիներս։ Այս էլ իր հերթին մի հատ շատ լավ աշխատանք է։ Եվ պայմանները բոլորիս համար նույնն է։ Բոլորիս համար։ Ունես այդ նպատակը, ուզում ես գալ, միանալ մեզ, մեր թիմին։ Ուրեմն դու պետք է մի քանի կետեր քո մեջ մշակես։ Չեմ ասում մեկ օրում, բայց պետք է ունենաս բնավորության այս կետերը, որոնք ես կնշեմ, որոնք շատ կարևոր են լավ լիդեր լինելու համար։ Գայս ես համակարգ կա ամեն ինչը պատրաստի, ոչ մի բան քեզանից չի գնում, դու ոչինչ չես տանջվում, որ ստեղծես, ոչ մի բան, հա, դու պատրաստում ես դառնաս միլիոնատեր։ Եվ դրա համար քեզ պետք է համառություն, ամենակարևոր երեխեք, համառ եղեք ձեր ընտրության մեջ, համառ եղեք ու թույլ չտա, որ ձեր մեջ ինքները ձեզ մի օր ասեք չեմ կարողանում բարդ գոյություն չունի, չկա տենց բարդ, դա հնարած բառը իմ համար համենայն դեպս այդ բառը հնարած բառը, անպայման եղեք համառ, անպայման, այդ ամենակարևորն է, որտեղ ձեր անցած ճանապարհում եւ անցնելիք ճանապարհում լիքը բաներ են լինելու, որ ձեզ ստիպելու են, որ դուք հետ կանգնեք, նահանջեք, բայց եթե դուք ինֆորմացիան ունեք, համակարգը ստեղծված ունեք, որ արդեն ռելսերի վրա գնում է, ինքը գնում է, դուք գնաք, չգնաք իր հետ, միանաք, չմիանաք, ինքը գնում է, դու չլինես 1000 հոգի լինելու է, միևնույնն է, այդ համակարգը արդեն գործող համակարգ է, 100 տարի
այդ համակարգը ինքը այդ սիստեմը գնում է։ Իսկ ձեր ընտրած ֆիրման դա ոչ թե 3 չանցած օրն է ստեղծվել, այլ ինքը արդեն 28 տարի է կա, այդ մենակ մի բանի մասն է խոսում, որ ինքը հիանալի ֆիրմա է, որ այդքան կոնկուրենցիա է մոտ, որ այդքան ամեն ինչ մոտ, որ այդքան ճգնաժամներ տեսած ֆիրման, հա, այս դարում COVID պատերազմները, չգիտեմ, մարդկային անկարգություն եւ այլն, այդ ամեն ինչ մեջ, այս ֆիրմա 28 տարի է կա, բայց ոչ թե կա ելի, այնքը կա առաջ գնալով, անդադ նորամուծություններ ունի, անընդհատ ինչ-որ գաղափարներ ունի, աշխատած բաներ ունի, անդադ տալու բան ունի մեզ, իսկն ինքը կա, եւ եթե դուք չմիանաք, միակ ռիսկը եւ միակ կորուստը հենց ձեր չմիանալն է լինելու։ Դե միևնույնն է, մենք գնալու ենք, մենք անverջ գնում ենք սենց, գնում ենք, որտեղ շատ լավ գիտենք, գնում ենք, որտեղ մենք արժանի ենք ունենալ ֆինանսներ, լինել ֆինանսապես ապահով եւ ազատ, անկախ եւ ունենալ ժամանակ։ Իմ ժամանակը իմն է, եւ հենց դրա համար ես գնալու եմ, ես հասկացնում եմ, որ այստեղ ժամանակը իմն է։ Ուրեմն պետք է ունենաք դիսցիպլինա եւ բազմաթիվ անգամ ասել եմ, դիսցիպլինա չի նշանակում, որ վայրկյանաչափի արագությունը պահեք, չէ։ Դիսցիպլինա չի շարք, որ ասեցի 1:1 րոպե պետք է աշկերտս բացեմ, պետք է ոչ։ Դիսցիպլինա նշանակում է, որ եթե դու գիտես, որ այս սպիտակուցը քո օրգանիզմը պետք է խմի, դու պիտի խմես, всё։ Եթե դու գիտես, որ դու լիդեր ես եւ դու պետք է ունենաս քո, չգիտեմ, օրինակ 50 բալը, դու պիտի ունենաս։ Լիդերի հմտությունը դա է։ Եթե դու պետք է կարդաս այս գիրքը, դու պետք է կարդաս եւ կապ չունի դու դա այսօր կարդացի թե վաղը կարդացի, բայց եթե դու ուզում ես այդ ինֆորմացիան այդ գրքից բերես դեպի քեզ, դու պիտի կարդաս, դա արդեն դիսցիպլինա է։ Եվ ամենակարևորը, հա, ուսուցում բոլորիս համար էլ պարզա ու հասկանալի է, ոչ մեկս էլ երեկվա երեխեք չեն, որ ասեն, դե ես արդեն սովորած եմ, всё, ինձ հերիք է, ես այս գիրքը կարդացել եմ արդեն։ Երեխեք չեն, սաղս են հասկանում եք, որ սա սովետը չի եւ դարը առաջ է գնում եւ անընդհատ փոփոխություններ է լինում եւ լիդերի հմտությունը համարվում է, որ ինչքան փոփոխություններ լինի, արագ ինքը սովորի։ Պիտի արագ սովորեք այն ինչը որ ուսուցանվում է այդ պահին։ Իհարկե, հա ճիշտ է, մենք 6 տարի է, ես այդ նույն գրքերը եւ կարդում եմ եւ ձեզ եմ տալիս կարդում եմ եւ անընդհատ կրկնում եմ եւ լսում եմ, հա, անընդհատ։ Ճիշտ է, իրանք հիմքն են, բայց միևնույնն է, այդ 6 տարվա ընթացքում այնքան նոր ինֆորմացիաներ են գալի, այնքան նոր ինֆորմացիոն հոսք է լինում, որ ես պետք է արագ սովորեմ։ Հա, երբ որ մենք եկել ենք այս ժամանակ, ասում ենք վաճառքը, no, այսօր արդեն ասում են վաճառքը ընդիրակ։ Երբ որ եկել այն ժամանակ, ես ասում էի, ինչ է ասում, չգիտեմ, օրինակ նամակ չի կարելի մարդկանց գրել անհատական եւ սենց անել, բայց այսօր արդեն ռեկրուտինգը անցել է այդ փուլը։ Մարդիկ իրար գրում են, հա, գրում են։ Այն վաղ տեսնում ենք օրինակի համար հայտարարություն մի գրել, բայց հիմա ռեկրուտինգի մի տեսակ է։ Եվ մենք ռեկրուտինգի տեսակները ինչ որ ժամանակ ինչ որ ձև ենք տվում, բայց ինչքան զարգանում ենք, ինչքան մենք սովորում ենք մեթոդները, նոր համակարգը, նոր ուսուցումները եւ անընդհատ ես շատ եմ սիրում բոլոր լիդերների հետ աշխատել, որպեսզի բոլորի ինֆորմացիան լսեմ եւ վերցնեմ, հղկեմ այն ճիշտ տարբերակը, որ ինձ է հոգեհարազատ։ Հա? Եվ դրա համար անընդհատ սովորելը ամենակարևոր բանն է, պատրաստ եղեք բոլոր նոր ինֆորմացիաները արագ սովորելու։
Եվ ունենալ լավ նաստավնիկ, երեխեք ջան, այս շատ կարևոր պունկտ է։ Եթե դուք ուզում եք ձեր բիզնեսը զարգանալ, բարյացակական հարաբերություններ ունեցեք ձեր նաստավնիկների հետ։ Պետք չի քուր լինեք։ Պետք է որ իր իմացած գիտելիքները ճիշտ օգտագործեք։ Պետք է ձեր մարդկային հատկությունները ամենալավ ուռևնյուն պահեք։ Բարի լինեք իրար հանդեպ, մարդիկ, լսեք, այսօր մեր աշխարհում այնքան դրա կարիքը կա, եւ եթե մարդիկ իրար հանդեպ նորեկ, նաստանիկ, թիմակից, գործընկեր, պարտնյոր, չգիտեմ, տնօրեններով, բոլորս իրար հետ սենց ատամներով իրար պահենք, դա եւս ձեր սեփական բիզնեսի եւ սեփական անձի եւ մտավոր աշխարհի, հոգեվոր աշխարհի աճատալու։ Այնպես որ այդ կետն չմոռանաք, լինեք բարյացակական հարաբերությունների մեջ բոլոր գործընկերների հետ, կապ չունի նորեկ, թե մի 10 տարվա աշխատող, կապ չունի, այդ вообще կապ չունի, մարդկային հարաբերություններ, փոխհմբռնումներ ձեռք բերեք։ Եվ ամենակարևոր բանը նպատակն է։ Այս կետերը բոլորը, ես չգիտեմ, ասեցի 1, 2, 3, 4, 5-րդ կետն եմ ասում նպատակը, 5 կետը, մեկը մեկից, 5 մատի պես, մեկը մեկից կարճած են, մեկը մեկից կարևոր են, մեկը մեկից անփոխարինելի են։ Եթե մեկը հանես, մյուսն էլ չի աշխատելու, այն մյուսն էլ չի աշխատելու, դա բռունցք է, դա ձեռք է, որ ձեզ առաջ է տանել, ձեր գործը ձեր ձեռքն է առաջ տանում, եւ հետեւաբար այս կետերը պարտադիր ձեր մոտ վերանայեք, ձեր մոտ ամրացրեք, ձեր մոտ ֆիքսեք, որ դրանք պարտադիր կետեր են։ Եվ վերջի համար, աղջիկներ ջան, ուզում եմ ձեզ մի շատ լավ բան ասել։ Կգան շատերը, բայց կմնան միայն ուժեղները։ Հետևաբար եկեք որոշեք, դուք այդ ուժեղների ցանկում եք, թե այդ շատերին։ Այլ կերպ ասած, 90%-ն եք ուզում, թե 10%-ի մեջ որևէ մեկ դիրքում լինելն եք ուզում։ Թերևս այսքանը, հույս ունեմ, որ կարողացամ ինֆորմացիան ճիշտ ձեզ տրամադրել եւ իմ խոսքը հասցնել ձեզ ճիշտ։ Եթե հարցեր ունեք, աղջիկներ ջան, ասեք, լսում եմ սիրով։ Ես կպատասխանեմ ձեր հարցերին, կարող եք գրել, կարող եք բացել բարձրախոսները եւ խոսել։ Ես ամենայն դեպս խոսքն ավարտեցի եւ սիրով ձեր հետ կիսվեցի իմ ինֆորմացիայով։ Սիրելի Կարինե, շնորհակալություն, ինչպես միշտ շատ հետաքրքիր էր լսել քեզ։ Շնորհակալություն, շատ մոտիվացի, շատ մեծ էներգիայով լցվեցի եւ հավեսով աշխատում եմ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, շատ քնար ջան։ Ունեք հարցեր աղջիկներ, եթե չունեք, երևի թե այսքանը։ Շատ շնորհակալ եմ Կարինե ջան, շատ հաճույքով այն ուրախությամբ լսեցի, ապրես։ Ես էլ եմ շնորհակալ Յաննա ջան, ապրեք աղջիկներ ջան, որ միացավ։ Շնորհակալ ենք Կարինե ջան, ապրես, շատ շնորհակալ ենք, իրոք հաճույքով լսեցինք։ Տեսեք